Հայփոստի Թումանյանի բաժանմունքի աշխատանքներն այս տարի սկսվել են հունվարի 5-ին։ 2010 թվականի ցուցանիշներից գոհ են։ Առաջի ձեռքբերումը կհամարեմ նա, որ ազգաբնակչությամբ մենք ոչ մի բողոք չենք ստացել։ Նախկինում 4-5 տարի առաջ թոշակը բաժանվում էր, ուշացումներ էր, փոստը ժամանակին տեղ չէր հասցվում, իսկ հիմա նման խնդիրներ չկան։ Բաժանմունքում տարեկան մոտավորապես 10-ից 15 հազար նամակ է ընդունվում եւ առաքվում։ 2011-ի առաջին տասնօրյակում մոտավորապես 30 նամակ է ստացվել, հիմնականում հիմնարկ ձեռնարկություններից։ Բջջային ու համակարգչի կենցաղ մտնելուն պես մարդիկ դադարել են ավանդական նամակագրությամբ զբաղվել։ Հայփոստի համար լավ ժամանակներ էին մինչև 80-ականները, ասում է տնօրեն Սամվել Մարգարյանը։ Տեխնիկական առաջընթացով պայմանավորված հայփոստի առաքումները հիմա պակասել են։ Հայփոստում նախատեսված է ստեղծել Հայփոստ բանկ։ Հիմա որ երբ մեր շրջանը կգրկվի այդ ծրագրի մեջ չեմ կարող ասել։ Ռուզաննա Մկրտչյանը երկար տարիներ աշխատում է այս բնակավարում, ասում է նախկինում զինվորներից ամսական մինչև 100 նամակ էին ստանում, այսօր հազիվ 5 նամակ է գալիս։ Իսկ ծանոթներ ալավերցիներն ավելի շատ ստանում են, քան ուղարկում։ Այս տարի արդեն 2 ծանոթ կա Հայփոստում, դրանք դեռևս չեն հասել հասցեատերերին։ Գերմանիայի ծանրոցա գնալու է Թումանյան բանավան, հասցեատերը կգա շնորհակալությունը կհայտնի, ուրախացած կգնա իրանց տուն։ Դե գիտակցաբար ենք մոտենում, որ մեր անունազգանունը չի, մերը չի, պարտավորենք տիրոջը հանձնենք։ Մի օր էլ մեզ կուղարկել էլի։ 53-ամյա Վարսիկ Թանդիլյանն այն եզակի ալավերցիներից է, ով ոչ թե ստանում, այլ պարբերաբար ուղարկում է ծանոթներ։ Արդեն 10 տարի է ծանոթները ուղարկում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող որդու ընտանիքին։ Տարբեր քաշեր են, ծանոթներ կա, որ ասենք 2 կիլոից հետո դա կոչվում է պասիլկա, որ կարաս ուղարկես ու գինն էլ բարձր է, էլի։ Իսկ ես ուղարկում եմ բանդիրոլ, իրանց ասածով փոքր, 1 կիլոից սկսվում է մինչև 2-2.5 քաշի։ Վճարել եմ միշտ 4800-ից մինչև 9800 դրամ։ Ամենածանրը 9800 դրամանոցն է եղել։ 2 կիլո կես։ Ինչքան մեծ հաճույք է, երբ ինքը զանգում ասում եմ արդեն ծանոթը տեղա հասել, շատ ուրախ ենք, շատ լավներ։ Այս տարիների ընթացքում ծանոթներ ուղարկելը փոփակ է դարձել մոր համար։ Ծննդյան եւ մյուս բոլոր տոնական օրերի առիթներով նա պարտադիր այս եղանակով նվերներ է ուղարկում, այնպես կազմակերպելով, որ ծանոթը հասնի հենց տոնական օրը։ Խնդիրներ չլինելու դեպքում ծանոթը հասցեատերերին է հասնում 14 օրում։ Միայն անցած տարի տիկին Վարսիկը 7 ծանոթ է ուղարկել։ 10 տարվա ընթացքում միայն մեկ անգամ է ուղարկված ծանոթն անհետացել, դա եղել է 6 տարի առաջ։ Շատ ծանր տարա, ուղիղ մի տարի մանեկա այդ ծանրոցին ես։ Անընդհատ գնում էի անհանգստացնում փոստի աշխատողներին, շատ արժեքավոր իրեր էին մեջին, հարսիս սվիտրեր էր, տղուս, նույն ձևի սվիտրեր էր, թորնիկս նոր էր ծնվել, կուրտկա, կոշիկներ, ռետուզներ, ինչ որ Հայաստանում գտնվում է, այն ինչ որ այնտեղ չկա մեր հայկական բաները, լրիվ ուղարկել էի։ Հաճախ մեջին սնունդ եմ դնում, որ նայած սնունդը էլի հասնում ամեն տեսակի սնունդ չի թույլատրվում, բայց ես ասենք դնում եմ կոնֆետներ, մեր այգու պոպոքը, տենց բաներ գնում է հասնում տեղ։ Հաջորդ կարևոր առիթը հարսի ծննդյան օրն է։ Տիկին Վարսիկն արդեն որոշել է, թե ինչով է հարսին ուրախացնելու։ Արման Ժնիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։